Ամենադժվար պահերին հայի ու Հայաստանի կողքին է։ Ոչ մի րոպե չի դադարել գործել հանուն հայրենիքի։ Ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի բարերարությունը բազմաշերտ է, սկսած եկեղեցաշինությունից ընդհուպ հայրենանվեր ծրագրեր։ Իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի բարեկեցության, մշակույթի, կրթության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում։ Մեծապես աջակցել է հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ հայկական հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Սամվելի եկեղեցա սիրությունը, եկեղեցա պաշտությունը, եկեղեցա մեծարումը ես նմանեցնում եմ Մանթաշովի ամբողջ այդ բարեգործական աշխատանքը, որ արվել է։ Դա միայն հիասմունքի արժան եւ շնորհակալության, խորին խոնարհում ու շնորհակալություն Կարապետյան ընտանիքից, Սամվել Կարապետյանից։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանական համալիրներ են դարձյալ շունչ առել Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։ Սուրբ Փրկիչ վանքը, Լոռու Սուրբ Սարգիս եկեղեցին, Հովանես Օձնեցի վանական համալիրը, Արցախի Դադիվանքը, ինչպես նաև Կրոնշտադտի ծովային տաճարը Ռուսաստանում։ Հայ ազգի նվիրյալը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել հատկապես Մայրաթոռում, ֆինանսավորել է վեհարանի շենքի, ինչպես նաև դահլիճի կառուցման ծախսերը։ Հիացած եմ նորագույն դահլիճով, փայլուն դահլիճ է։ Շատ գեղեցիկ, այսպես բարերգան, արիստոկրատ դարժե։ Բայց ինչպիսի գրադարան է սարքված։ Գրադարանը, ուղղակի ես գրադարանը թորնիկից հետ էի գնացել, ասես գալիս է ուրախությունից։ Ինչ շքեղագույն գրքերը, հնագույն մեր գրքերի, ինչպիսի մի գրադարան, մի ամբողջ մատերադարան է կառուցված։ Եվ այդ արել է Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը մեծապես աջակցել է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, ֆինանսավորելով Արցախ աշխարհի պատմական եւ մշակութային հուշարձանների վերականգնումը։ Նրա աջակցությամբ են կառուցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը, ինչպես նաև վերականգնողական կենտրոններ վիրավոր եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար։ Այսօր նրան սատարելու են եկել մտավորականները, մշակույթի գործիչները։ Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայնեմ իր ամեն միասած Համարձակ այսօր հասական պահին, երբ որ կանգնեց եկեղեցու կողքին, արիությամբ կանգնեց, միշտ իր խոսքով, իր գործերով կանգնած է եղել եկեղեցու եւ ժողովրդի կողքին։ Այսօր իր ելույթը, իր կեցվածքը սա հաստատում է այդ մասին։ Գաղտնիք չէ, որ մեծանուն հայի ջանքերով բազում աշխատատեղեր են նաև ստեղծվել։ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Կարապետյանի ներդրումներով իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր։ Օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության արդիականացումը։ Այստեղ ի դեպ 2500 նոր աշխատատեղեր են ստեղծել։ Կարապետյանը շատ կարևոր մարդ է։ Ես ճիշտ ասած անձամբ ծանոթ չեմ, ուղղակի ես գիտեմ նրա առհասարակ եկեղեցական բարեգործությունները, նրա քաղաքացիական այդ բաները։ Նա մարդը մենակ չի վայել, ինքը կիսում է իր ազգի հետ, ինքը իր ազգի մասն անում է։ Ամենից ես սա նորից ինչ-որ ազգային բանի խփելու բանն է։ Բիզնեսին ենթադրենք, ազգային որևէ բան պիտի չմնա։ Ռուսաստանաբնակ հայ ազգի գործարարը $1 միլիոն է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ին, նպատակ ունենալով աջակցել Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրին։ Բարերարի առատաձեռնության շնորհիվ շուրջ 115 երեխա տանիք ունեցավ։ Գործարար բարերարը երբեք չի դավաճանել հայի ազգային նկարագրին։ Իր անվերապահ նպաստն է բերել հայապահպանությանն ու ահռելի ներդրումն ունեցել հայրենիքի հզորացման գործում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։